Մենք գտնվում ենք հիմա լաբորատորիայում ու ուզում ենք տեսնել Նարեկը ինչ փորձարկումներ է կատարում տարբեր նյութերի հետ, տարբեր կենդանիների հետ, իր պատրաստած ջերմոցում, ինքը կպատմի մանրամասները արդեն, տեսնենք ինչ է արել, որտեղից ինչ մտքեր ունի։ Տեսում ենք Նարեկ ջան, ինչ է սարքում։ Մենք արդեն մի քանի տարի հումուս ենք սարքում։ Բակում ենք, չէ՞, սարքել այդ հումուսը։ Եվ ես մտածեցի ворթերով մենք ներսում ցույց տու այդ ворթերը, որը մաղելու ընթացքում այսպես ворթեր ենք ստացել ու Նարեկը դրանց չի փչացրել, չի վերացրել, այլ փորձարկման մեջ է օգտագործել։ Ինչ ես մտածել անել։ Ուզեցի ներսում անենք հումուս եւ դրանք ավելի շուտ կլինի, թե չէ։ Ես տերև եւ խոտ լցեցի չորացրած, վրայից հող ու ворթերի լցրեցի ու ինչքան շատ ворթ այնքան արագ կդառնա հումուսը։ Հիմա ուզում ա ինչ անի, մաղում ես, տեսնես տակը ինչա դարձել, չէ՞։ Տերևներդ եւ այն խոտը ինչա ստացվեց։ Հիմա իրա հողնա։ Տիգրանի օգնության կարիքն ունես։ Արի Տիգրան ջան, օգնի։ Հիմա Տիգրանի հետ միասին կմաղեն, ինչ ես արել հետո այդ հողդ, որ մաղես, ստացածդ ինչ է նշանակում, Նարեկ, հումուս է, չէ՞, ստացածդ ամբողջությամբ։ Եվ ես ջերմոց եմ սարքի բույսերի համար։ Նայ, տեսեք, հիմա արդեն ստեղ ունենք Նարեկի կատարած աշխատանքներից այս վիճակում են գտնվում թավշա ծաղիկներ, Նարեկը հիմա ստացել է, մեզ մոտ հիմա նոյեմբերի վերջ է ու Նարեկը արդեն ունի ահագին սածի։ Այս հողը կօգտագործես, չէ՞ էլի հումուսի համար, որպես բան, ծաղկի լավ հող։ Իսկ ворթերը ինչ ես ուզում հետո անես։ Ворթերը պլանավորում եմ էլի այս ակվարիումի մեջ սարքեմ հումուս։ Կարող ավելի մեծացնենք, չնայած չունենք հիմա ավելի մեծ տարածք, մեր կամ էլ մյուս տարի, որ էլի տերևներ ենք հավաքել, հումուսի մեջ լցնենք։ Երևի թե այդպես ավելի ճիշտ կարա լինի, բայց լավ, դու կորոշես, ոնց ուզում ես։ Արին որ օգնես, այս կողմ կանգնի Տիգրան ջան։ Գնային կողմ։ Կարող բախ պետք լինի Նարեկ։ Հələ տեսնենք ինչ ես։ Չես ուզում վնասես։ Իսկ ուշ ես վերաբերվելու։ Իսկ ворթերին կարող ես վաճառել։ Ձկնորսության համար կարելի է վաճառել։ Իսկ ուրիշներին հումուս ստանալու համար չես ուզում վաճառել։ Դրա համար շատ պետք է գտնենք։ Շատ հավաքել ստանանք։ Այս են ворթերը շարժվում են, ողջ են, առողջ են։ Իրանց լավ են զգում։ Թույլ տանք Նարեկ աշխատի, հետո շարունակի։ Մնում են ворթերը։ Այսրան կարելի է մի քիչ Նարեկ ինչ ավելացնենք, պերլիտ, չէ՞։ Սովորական հող ու պերլիտ է կարելի ավելացնել ու շատ լավ հող է դառնում, տեսեք, ինչ լավն է լինում, մեր ծաղիկների հողերը կփոխենք։